բար չեմ գտնում։ Բար չեմ գտնում, դրանք ճակատին մերոն չկա, մորկատ չեն կերե։ Գեղամ Մանուկյանը բար չի գտնում բնութագրելու ժողովրդավարության բաստիոն Հայաստանի ձերբակալվածների պահման վայրերում գտնվող անձանց վիճակը։ Ընդդիմադիր պատգամավորն այսօր է աշտարակի ու Երևանի ձերբակալվածների պահման վայրերում հանդիպել Գյումրիում բողոքի ակցիայից հետո ձերբակալվածներին։ Տեսել եմ մարդ հոգեկան խանգարում ստացած, հոգեկան առողջության հետ կապված պրոբլեմ ունեցող, քաղաքային կոմունալ տնտեսության հավաքարար բռնել, բերել, պահել են։ Մանուկյանին պատմել են, որ պարեկները հոկտեմբերի 20-ին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օրը ավտոմեքենայում կրակ մարիչ չունենալու պատրվակով խոչընդոտել են Գյումրիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատանքը, հավանաբար կանխելով աշխատակիցների մասնակցությունը բողոքի ակցիային։ Մինչև Գյումրիում նույնիսկ բողոքի ցույցը կանգնեցրել են պարեկները, կոմունալ տնտեսության մեքենաները, ագնետուշիտել չկա, տուգանել են, ասել են վաղը ագնետուշիտելը կբերես, տուգանքը կջրենք։ Երեկոյան բոլորին տարել են ոստիկանատներ, տարել են քննչական, բերել են 72 ժամով ձերբակալել են, հիմա էլ արդեն տանում են մեծ մասի, մեղադրանք են առաջադրում ու տանում են կալանքի։ Մանուկյանը վստահ է, բոլորին անխտիր բան տանելու հրամանը Նիկոլ Փաշինյանն է տվել, նրա կոկորդին էր մնացել ընդդիմության հաղթանակը Գյումրիում։ Ոտ ինչ է սնակում։ Անձեն աչքով երևում է, Նիկոլը գժված հանձնարել է, Գյումրիին պետքա վախեցնել։ Գյումրին 18-20 թվականներին ասպատակվել է թուրքերի կողմից։ Այս ասպատակությունը շատ ավելի ցավալի է թերևս, որտեղ յան ազգանունով են ասպատակում։ Մանուկյանի բնութագրմամբ Յան վերջավորությամբ ազգանունով իրավապահների աջակցության հույսին է մնացել Փաշինյանը։ Ասում է գող սիրտը դող, գող սիրտը դող։ Իսկ այն հանցանքները, որ ինքը գիտի իր վրա ինչքան է շալակած, ինքը հասկանում է, որ անկյուն չկա Հայաստանի Հանրապետությունում, որ կարա ասի անկյունում թաքնվեմ, չկա։ Էլի գնում եմ կեպետ։ Խորհրդարանից Մանուկյանը շտապում է հերթական ձերբակալվածներին տեսակցելու, իսկ նրա գործընկերները խորհրդարանի ամբիոնից են հայտարարում։ ՔՊԱ-ականները, որ հպարտանում են իրենց Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում հաստատված բացառիկ ժողովրդավարությամբ, առանց դատ ու դատաստանի կոռուպցիոներ ու մարդասպաներ են անվանում այն մարդկանց, որոնք փորձել են ընդդիմանալ օրվա իշխանությանը։ Անգամ ենթադրյալ հանցագործությունը, որ վերագրում եք, այնպիսի շոու եք կազմակերպում դրա շուրջ, որ մոռանում եք, որ այս համանդրության մեջ գոյություն ունի անմեղության կանխավարկածը, մոռանում եք իշխանության ներկայացուցիչներին, երբ որ մեղադրում եք կաշառակերության մեջ, ինչի մի օր չփռեցիք ասֆալտին, չմտաք, չվերցրեցիք ամեն ինչ։ Իսկ ՔՊԱ-ականները շարունակում են պիտակավորել ընդդիմադիրներին։ Հանցագործներ են, խորհրդարանի ամբիոնից գոռում է Արթուր Հովհաննիսյանը։ Հանցագործներին բերում եք, դարձնում եք քաղաքապետ, զարթուղի ճանապարհներով իրար վրա ձայն վաճառելով, շատ լավ իմանալով, որ այդ մարդիկ հանցագործներ են։ Չեն դիմանալու, ասես դիմացներով ինչ-որ մի հատ բան գնման պայմանագիրը անցնելու, ասես վրայից ասես փող վերցնեն կաշառքից։ Չէ՞, դուք սա շատ լավ գիտեք, շատ լավ իմանալով բերում մտցնում եք այդ մարդկանց քաղաքականության մեջ։ Ընդդիմությունը հիշեցնում է բղավել սիրող ՔՊԱ-ականին, թե ով էր Արթուր Հովհաննիսյանը մինչև հեղափոխությունը։ Հիմա էլ ՔՊԱ-ականը ըստ լրատվամիջոցների 2017-ին բերման է ենթարկվել թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով։ Անգամ քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան և Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։